Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 23։ Եվ ահա այն աթոռի մեջ մի գար կանգնած մորթվածի նման, հայտնություն 5-րդ գլուխ 6-րդ խոսք։ Ինչու է մեր մեծարված Տերն իր վերքերով հայտնվում իր փառքի մեջ։ Հիսուսի վերքերը նրա փառքն են, նրա թանկարժեք գանձերն ու սուրբ զարդերը։ Հավատացյալի աչքերում Տեր Հիսուսը սքանչելի է, որովհետև նա սպիտակ ու կարմիր է։ Երգ 5-րդ գլուխ 10-րդ խոսք։ Սպիտակ իր անմեղությամբ և կարմիր իր սեփական արյունով։ Նա անօրինակ մաքրության Տեր Շուշան և սեփական արյունով շաղաղված վարդ է մեզ համար։ Քրիստոսը գեղեցիկ է թե Ձիթենյաց լեռան վրա, թե Թաբորի վրա, թե ծովի ափին, բայց նա երբեք այնքան անզուգական չի եղել, որքան երբ գամված էր խաչին։ Այնտեղ էր, որ մենք տեսանք նրա գեղեցկությունն իր կատարելության մեջ, այնտեղ էր, որ հոսեց անսպառ սերը ու լիարժեքորեն արտահայտվեց նրա մարդասիրությունն ու քաղցրությունը։ Սիրելիներ, Տեր Հիսուսի վերքերը շատ ավելի հիասքանչ են մեր աչքերում, քան երկրի թագավորների ողջ շքեղությունն ու փայլը։ Փշեպսակը շատ ավելի թանկ է, քան կայսերական թագը։ Ճիշտ է, հիմա նա եղեգից գավազան չի կրում, սակայն մի ժամանակ դրանում այնպիսի փառք կար, որ որևէ ոսկե գավազանից երբևէ չի առկայծել։ Տեր Հիսուսը մորթված գառնուկի կերպարանքը կրում է, որպես պալատական հանդերձանք, որով նա գրավել է մեր հոգիները և փրկագնել դրանք իր կատարյալ քավությամբ։ Սակայն նրա վերքերը ոչ միայն իր զարդարանքն են, այլ նաև իր սիրո և հաղթության վերհուշը։ Նա հզորների հետ ավար բաժանեց։ Նա իր համար մարդկանց մեծ բազմություն է փրկագնել, որը ոչ ոք չի կարող հաշվել, և այս սպիները նրա կռվի հիշատակն են։ Ախ, եթե Քրիստոսին այդքան դուր է գալիս հիշել իր ժողովրդի համար կրած չարչարանքները, ուրեմն որքան թանկ պիտի լինեն նրա վերքերը մեզ համար։ Տեսեք ինչպես է ամեն մի վերքից անգին բալասան արյունը հոսում, փրկում մահացու հիվանդությունից, սպիները մեղքի անհատույց բուժում։ Վերքերն այդ շնորհք քարոզող շուրթեր, վկաներ են մեծ սիրո անհատնում, կրում են կնիքն այն երանության, որ սպասում է մեզ վերին դրախտում։